16 տարեկանից մտել եմ հոգևոր ճեմարան, ամբողջ կյանքս նվիրված մեր եկեղեցուն, մայրտաճարում ծառայելով, աբակային տարբեր տեղեր եւ 45 տարի ապրում եմ Ռուսաստանում, Մոսկվայում, որից 30 տարին ծառայել եմ պաշտոնապես իբրև հայ եկեղեցու ներկայացուցիչը եւ միաժամանակ հովիվը Մոսկվայի հայոց Սուրբ Հարություն եկեղեցու եւ թեմի առաջնորդ։ Ճանաչելով ով է Գարեգին Ներսիսյան իբրև անձնավորություն, դեմ էի նրա թեկնածության եւ ես պայքարեցի եւ միացել եմ բոլոր եպիսկոպոսներին, որոնք միասնաբար դեմ էին Գարեգին Ներսիսյանի թեկնածությանը, որտեղ իշխանությունը բարդատրում էր եւ բարդատրեց, ինչպես գիտեք, եւ նպատակը այն էր, որ ունենալ ազգովին ընդրված կաթողիկոս եւ ոչ թե վերևից բարդատրված մի անձնավորության։ Վազգեն Սարգսյանի եւ իշխանության դերը շատ մեծ էր։ Հոկտեմբեր 26-ին ես վերջին Բարսաշյան հոգեորականն էի եւ թեմի առաջնորդ, որ ինձ տարան վարչապետի ընդունարանը, Ներսես Կարամանուկյան անունով եմ ասում, որը ծառայում էր Մայրտաճարում, Մայրաթորում, ժամը 4-ից մինչև 6-ին դասպակաս լուրջ խոսակցություն կար եւ մոտեցումը Վազգեն Սարգսյանի, որ պետք է Գարեգինը լինի, որովհետև ես թեմի առաջնորդի եւ ունեի մեծ թվով պատգամավորներ, այդ աշխատանքը տարվեց, բայց ես ամուր կանգնացի իմ գեցվածքի եւ մոտեցումներին, ապացուցելով, որ դա ճիշտ չէ եւ 4 ներողություն 5-4 րոպե էր, ասի բարոն վարչապետ, հզորացրեք Սուրբ Էջմիածինը, հզոր Սուրբ Էջմիածինը հզոր նեցուկ է պետականության, թույլ Էջմիածինն ու գահակալը, թույլ նեցուկ կլինի հայ պետականության։ Եվ ցավոք սրտի անշուշտ հավարդ մեր հանդիպմանը, հիմա կարող եմ եւ ասել եւ գուցե ոմանք ասեն դա ճիշտ չէ, որտեղ արտահերթ կառավարության նիստն էր, շատ խիստ ձևով հանձնարարվեց, որ բոլոր պետական պաշտոնյաները պետք է գան Էջմիածին եւ ամբողջ աշխատանքը կատարեն, որ ընտրությունը լինի Գարեգին Ներսիսյանի օգտին։ Հանձնարարված էր բոլոր մարզպետներին, յուրաքանչյուր մարզպետ եւ քաղաքապետ իրեն շրջանի առաջնորդներին, եպիսկոպոսներին բարդատրեցին ամենախիստ ձևով, որ պետք է ձայները տան Գարեգին Ներսիսյանին։ Եվ ընտրություն է գնում եւ ազգային ժողովում սպանտն է գնում։ Ցավալին այն էր, որ շատերը գիտեին, որ արդեն դեղի ունեցել այդ ոչրագործությունը եւ սակայն չէին թողնում այդ մասին հայտարարվի, այլ որբեսի ընտրությունը այսպես կոչված իր հավարտին կա եւ նոր նրանից հետո այդ մասին հայտարարվի։ Սա ավելի անշուշտ հանցակորձ մոտեցում էր այդ հոգեվորականների եւ pedagogan այրերի կողմից, որոնք գաղտնի բահելով եւ չհայտարարելով, որ դեղի ունեցել այսպիսի մի արարք, կարող էին բոլորովին ուրիշ ավարտ ունենալ ընտրությունը կամ նախ եւ առաջ այն կարող էր կասեցվել։ Եվ Մայրտաճարում բացի պատգամավորներից գային անձին, որոնք պատգամավոր չէին։ Այս իսկ պատճառով մենք հայտարարություն տվեցինք 3 եպիսկոպոսներ, որ սա ընտրություն չէ, հետևաբար ընդունելի չէ։ Ցավոք սրտի մեկուկես նույնիսկ երկրորդ օրը չլրացավ, մյուս 2 եպիսկոպոսները հրաժարեցին, հետ քաշեցին իրենց ստորագրությունը։ Այդ մասին ժամանակին եղել են հայտարարություններ, հոդվածներ, ես ամուր մնացի մեր գեցվածքին, եւ որի հետևանքը եղավ Գարեգինի կողմից իմ անձի նկատմամբ հալածանքները, որոնք բոլորին ծանոթ է։ Առաջին գործերից մեկը եղավ ինձ պաշտոնանկ անելու եւ այն տևեց մինչեւ 2001 թվականը, 2001-ին էլ գտնվելով Միացյալ Նահանգներում, Կանադայում հերացայնով ինձ հրճագեց կարգալուց, որը
խախտում է մեր եկեղեցական բոլոր կարգ ու կանոնները, այսօր մեր ժողովուրդը հիասթափված է, դա պետք է հարցնել այն հավատացյալներին, որոնք այսօր չեն գնում հայ առաքելական եկեղեցին, այլ գնում են ուրիշ եկեղեցիներ, մանավանդ աղանդներ, եւ հայրենիքում եւ հայրենիքից դուրս։ Սա խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդը իր հոգևոր ծարավը չի կարողանում հագեցնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կամ առաքելական եկեղեցիներից, ստիված գնում է ուրիշ եկեղեցիներ, իր ծարավը հագեցնում է ուրիշ աղբյուրներից։ Սա արդեն Իգնատիան այդ մասին խոսում է։ Բոլոր ժամանակներում, երբ դժվարության մեջ են եղել, մեր ժողովուրդը հարել է եւ մոտեցել է դեպի մեր եկեղեցիները։ Նախ եւ առաջ ես կուզենայի, որ իլուր աշխարհին 1999 թվականին, երբ ինքը բազմեց աթորին, այդ օրվանից ամբողջ աշխարհում մինչև այսօր դեղի են ունենում մեծ նվիրատվություններ։ Արդյոք կա հաշվետվություն այդ նվիրատվություններին եւ ուր են գնացել այդ գումարները։ Սա բավականին բան կարող է հստակացնել։ Նույնը եւ Մոսկվայի այս տաճարի կառուցման հետ։ Գա արդյոք լրիվ հաշվետվություն, ով ինչքան է դվել եւ ինչպես է կառուցվել։ Դժբախտաբար ոչ։ Սա Իգնատիան դեղի է տալիս որոշ մարդկանց արտահայտություններ եւ Facebook-ում եւ ուրիշ թերթերի մեջ, որը եւ ձեզ այսօր դալիս այդ իրավունքը հարց տալու, թե արդյոք կրիմինալ կապեր կան, թե չէ։ Ցավոք ես անձամբ այդ չեմ կարող հաստատել, որովհետեւ որևէ մեկ այդ մասին հստակ բան գոյություն չունի, միայն համապատասխան մարմինները կարող են այդ մասին ստուգել եւ հաստատել եւ հայտարարել։ 98 թվականին, երբ Գարեգին առաջին ծանր վիճակում էր, լեզուն կտրված, խոսել չէր կարող, ծանր հիվանդ էր, Գարեգին Ներսիսյան տեղակալ էր նշանակված, ահա այդ օրը նա մի կանոնադրություն հաստատեց, որտեղ գետերից մեկը ասում է, որ աշխարհի բոլոր հայաստանյաց առաքելական եկեղեցիները իրենց շարժական եւ անշարժ գույքերով պատկանում են կաթողիկոսության։ Սա շատ խիստ եւ վտանգավոր մի որոշում ընդունեց ինքը, սխալ որոշում, որովհետեւ հայաստանյաց առաքելական եկեղեցու գերագույն մարմինը դա ազգային եկեղեցական ժողովն է, որի իրավասության մեջ է մտնում ընտրել եւ պաշտոնան կանել կաթողիկոսի, ընտրել եւ հաստատել գերագույն հոգեվոր խորհրդի անդամները, սինոդ կոչվածը, եւ փոփոխություններ մտցնել եւ հաստատել հայաստանյաց առաքելական եկեղեցու կանոնադրությունը։ Հետևաբար 98 թվականի իր կողմից շինծու կանոնադրությունը դա օրինական չէ, եւ ինչպես օրինական չէ, հաջորդ ամիսն անգամ երբ ինքը բազմեց աթորին, 8 անդամներ գերագույն հոգևոր խորհրդից դուրս շպրտեց, ընդ որում եւ որի մեջ ես էի, եւ իր ցանկությամբ ընտրեց գերագույնի անդամներ, եւ այս 20 տարիների ընթացքին բազմիցս հանել փոխել է, ում ցանկանում հանում է, ում ցանկանում դնում է։ Եկեղեցին ուղղակի ամբողջ իր ողնաշարով քայքայված վիճակում է։